Տաք հետքերով 2016 թվականի հուլիսի 23-ին երկու անձ ներխուժել են ճամբարակի ոսկե իրերի խանութ և դանակի սպառնալիքով հափշտակել մոտ 20 միլիոն դրամ արժողությամբ ոսկե և արծաթյա զարդեր, ապա Պաշտպանության նախարարության կեղծ համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։ Ոստիկանության Սևանի և ճամբարակի բաժինների, ճանապարհային և ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հետապնդվել և վնասազերծվել են կողոպտիչները, որոնք պարզվել է Երևանի բնակիչներ են։ Հայտնաբերվել է նաև գողոնը և վերադարձվել խանութի տիրոջը։ Հարուցված է քրեական գործ։ 2016 թվականի հուլիսի 23-ին ոստիկանության ճամբարակի բաժնահազանգ է ստացվել, որ ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 9/41 հասցեի գտնվող ոսկե զարդերի խանութից կատարել է գողություն և միաժամանակ հայտնվել էր, որ երկու անծանոթ երիտասարդներ վաճառողուն ոտքերը և ձեռքերը կապել են, կպչում ժապավենով բերանը նույնպես հակել էին և ոսկե զարդերը ամբողջությամբ խանութից հափշտակելով դիմել էին փախուստի, նախապես շենքի մոտ կայանված BMW մագնիշի ավտոմեքենայով։ 7 տարուց ավել աշխատում եմ այս խանութում որպես վաճառողի։ Ռայոնում էս խանութն է, շարժը կա, սիգնալիզացիա ունենք միացրած, նկարահանող սարք ունենք միացրած, այդ ամեն ինչ գործում է։ Նույնիսկ գրել ենք, փակցրել ենք, որտես սրահը նկարահանվում է։ Մեր ռայոնը խաղաղ ռայոն է։ Ես օրինակ կյանքում իմ մտքով չէր անցնում, որ կարող է էնել օրը ցերեկով մեր մոտ sense դեպք կատարել։ Բոլորն էլ զարմացած են։ Որպես ճամբարակի բաժնի պետ, ճամբարակում արդեն ծառայում եմ մոտ 5 ամիս և նմանատիպ դեպքի մասին չէի լսել, որ նախկինում կատարվել է։ Բոլորի մոտ էլ ապշեցուցիչ էր, հանկարծակի եկավ թե բնակչությունը, թե ոստիկանությունը։ Սովորականի նման բացեցինք տնօրենի հետ, ոսկեղը նշարեցի, տնօրենը մինչև դեպքից մի 5 րոպե առաջ ստեղ էր մորքուի տղաների հետ։ Իրանք դուրս եկան գնացին, ես զանգեցի ընկերուհուս։ Մեր սուրճ խմելու ժամանակից մի քիչ շուտ զանգեցի, ասացի կաց, այսօր կոֆե չեմ խմել, շուտ արի կոֆե խմենք։ Ու շուռ եկա այն պատուհանի մոտ կանգնած, նայում էի, ներս մտան, երկու հոգի ներս մտան, մեկը բոյով, մեկն էլ մի քիչ ցածրահասակ լիքոտ։ Ներս մտան, հարցրին, խանութի տերը տեղում է, ասացի հա, այն բոյով զարմացած հարցրեց, ստեղ է, ասեց չէ, սա կողմնակը կանչեմ, ասեց չէ, պետք չի, կարճը հարցրեց Շուշանիկայունց, ես զարմացա, որովհետև դա իմ պապայնական ազգանունն է, փոխել են, ռողբերներիս կեսը այունց են գրվում, մենք Պետրոսյան ենք, ես դոկումենտով Պետրոսյան եմ, զարմացա, մտածեցի, ասեցի կարող է, ինչ որ մեր այունց երեխեքից են բան, ասպա դուք ով եք, վկայական ցույց տվեց մի հատ կարճը, ձևս գցեցի, ասեցի, ինչ վկայական է, ասեց, առաջ գնաք իմանաս, ձեռդ ասեց, առաջ գնաք իմանաս, ու ինձ սկսեցին, ես դեմքով դեպի ես կողմն էի, դեպի իրանց էի նայում, հետ տարանից, առաջ գնա, հասցրի միջև էտ անկյունը։ Մեջ կովսերց եկա, այս պարին ուզում էի շրջում անցնել իմ աշխատատեղը, կարճոտը կանգնեց այս մասում, հետևից էի բոյովը, դանակը պահեցվեց, բերանից փակեց, չշարժվեց, կսպան։ Ու արդեն քաշեցին ծավանից սենյակը։ Քաշեցին, էլ բերանից հակած, անընդհատ սպառնացին, կսպանենք, ձեն չհանես,
մենք քեզ վնաս չենք տա, մենք մեր գործը կանենք, թողենք կգնանք։ Այդ ոյով էլի, որ ինձ բռնած էր, արդեն իրանից մետաղի բաներ, այն պլաստմասայի բաներ, ոտերը ձեռներս կապեց, բայց բերանը ձեռով էր բռնած։ Արդեն մեկը սկսեց ներսում դեև տեսադաշտ չունեի։ Ներսում գործ էր անում։ Ես զամբյուղը վերցրեց դրեց ընդեղ, ու մի կանաչկուն տոպրակ դրեց զամբյուղի մեջ, ոսկեղենն արդեն բերում քաղաքում։ Ոսկեղենը վերցրել են այս դարակի ոսկեղենը, սրա մի մասը։ Ստեղ ես մանիկենների վրա կախված արել Արցախի բտնոցներն ու կոլեներն ա եղել, շղթաներն ու կոլեները։ Այս դարակին են վերցրել ու բանալիս էլ ես փակած, այս դարակները փակվում եմ։ Դրել էի այս մասում, կամերայի մեջ ցույց ա տալի, որ այդ ընթացքում ես ընդեղ սուկ ես բացել են երևի, որ բանալին հանեն, որ կրացել է երևի բանալին ստեղ տեսել է, արդեն ազատ բացել է, մենակ այս են քաշել ով։ Այդ ընթացքում ինքը, որ արդեն վերջի պարտիան թափում էր, ես հարևանուհուս հետ սուրճի հրավիրեցի։ Այդ պահին արդեն, որ մի մոմենտ արդեն շնչահեղձել լինում, վերը պահեց բերանը, ձեր կփով սենց որ խփեցի, արդեն ինձ գետնին իջեցրել, որ հետը մի քիչ դիմադրեցի, գետնին իջեցրեց, այդ պահին, որ շնչահեղձելում, սենց գլուխս ասացի ազատ են, որ գլխին խփեցի, թե իրան դնչի խփեցի, ինչ, աչքիները ընկա, որ սենց վրեն նայեց, ասաց վրես չնայես, վրես մի նայի, երբ որ դեմքը չի իշեմ, թե ինչ, ու հետո այդ պահին սկոչ ուզեց, արդեն, ես մի անգամ գորնացի օգնեցեք, սկոչով արդեն բերանս փակեց ու էլի ձերը բերանից ես չքաշել, այդ պահին գերունիս արդեն եկա, կանչեց շուշ, մեր սովորական ժամին մենք սուրճ ենք, ամեն օր մենք սուրճ ենք խմում իրար հետ, այդ օրը հուլիսի 23-ի առավոտյան 11-ի սահմաններում Շուշիկը ինչպես մի զանգեց ասեց, արի սուրճ ենք խմում, եկա ներս մտա, նայեց տեսա մարդ չկա, բայց ոսկու դարակը առաջ քաշած է, ես էլ միշտ Շուշիկին ասեմ, Շուշիկ միջև ոսկի չշարես, ինձ բանի չկանչես, սուրճի, ու որ նայեց տեսա այդ դարակը առաջ քաշած, ինքս վերացի նորից ոսկին չի շարել ու կանչմակով է խմելու, ու նայեց տեսա ձեն զում մարդ մուրդ չկա, կանչեցի շուշ, այդ պահին ես զգացի մի շատ տարիօրինակ խշխշոց, այդ մեկ արդեն այդ վերջի միջև այդ Կատյայի մտնելու պահը արդեն այս մասումս ես կրացած, Կատյան իրան չէր տենում, կրացած ոսկին թափում էր այդ բանը տոպրակի մեջ, արդեն սա զգաստացավ, սենց կանգնեց ստեղ ասեց վայրքու, ես հասցրի մատերս ես դիրքով է կապված, կոչը բերանից ես մի հետ քաշեցի, կանչեցի, գոռացի, կաց, ողերեն զգուշացի, որովհետև մեկը դանակը ձեռին արդեն անկյունում կանգնած։ Ու մեկ էլ Շուշիկի ոչ մարդկային ձայնը կաց, ինձ թված պահի տակ Շուշիկի մոտ օց հա, ես էլ վռաս բան արեցի, ասի գյուրզայա, գոբրայա, որտև խշխշոց ես լսեցի։ Ու ես առաջ եկա այս վանքում, երկու տղա դուրս եկան դեմս։ Միրուքով, ակնոցներով, մեկը բոյով, մեկը կարճ։ Սև աչքիներ էին դրած, մեկ էլ կեպիներ էր գլխներին, սև կեպիներ, լրիվ սև մուկ հագուստ էր ակները։ Այն բոյով ավելի երկար մրուք ուներ, այն կարճը էլի մազածասկ էր, ընտրաշեր։ Ու այս արանքում իրանք ինձ ռաստվեցին, սենց դեմ հանդիմա։ Այն բոյովի ձեռին էր դանակը, բայց որ Կատյան ներս մտավ, այն կարճը նրա ձեռից վերցրեց ու դիրքավորվեց տեղ այդ շկաֆների հետև։ Ես սենց ձեռս դեմ արեցի, երկու ձեռներով սենց այդ բուջուրը, որ Անդրանիկ հետագայում, որ իմացա, որ Անդրանիկն է, սենց ձեռս իրան կրծքի սենց բան արեց, ասի, մուրազդ բորդ մնա, ինչ ես անում։ Այան ասում, իմ ասած բարերից։ Ու ես այն զգացի, որ հետևի եկող տղեն Արտյոմը, արդեն դրա ձեռը այդ մի հատ մեծ կանաչ գույնի բաուլա, տոպրակա, ինչա, այդ արդեն ասեց հերու կխփել, իրան խփեցի, ինքն ինձ խփեց ու դեպի դուրն ինձ բրդեցի, որ դուրն ինձ բրդեցին, ես իրանց հետևից վազեցի,
վազեցի միջև այն բանի մոտը հասած, ճանապարհ չհասած, որտես արդեն իրանք ավտոյի մեջ նստում են, ինքան որ ես հասցրեցի, մեքենայի համարը ֆիքսեցի, բայց դուրս եմ եկել ու գոռացել։ Ժողովուրդ, հասեք, տարան, գողացան, բռնեցեք։ Ընկերուհիս ընդառաջ էր եկել, իրանք էլ ստեղից ձեներ էի մենակ լսում, արդեն ընկերուհուս հրել էին ես կողմի վրա իրանք փախել, ընկերուհիս հետևիցը վազեց, գոռաց բռնեցեք, թալանեցին, ինքը հետևներից վազել էր, եկել արդեն կողքից աշխատողներին, հարևաններին, մոտիկացան եկան, ես արդեն ստեղ էի, Կատյան հետ եկավ համարներում հիշում, զանգեց ոստիկանություն, ձենի հետ մի քանի հոգիներ էին ոստիկանություն զանգել։ Կապերի տեղերներ կապտել, ոտերիս, ձեռներիս, հանելուս էլ քերծեցին, սենց վնասվածքներ կար թեթև, շատ ամուր կապիչներ էր, ինչ որ ասում են դրանով մեքենայի նույնիսկ քաշում հանում, փաշկշել են, տարել են, գցել են գետնին, ես դիմադրել եմ, իրանք էլ բռնություն են գործադրել, եթե ինձ գետնին են տապալել, որ նայց չէ տապալել։ Մինչ ոսկե զարդերը հափշտակելը դանակի սպառնալիքով վաճառողին կապել էին ոտքերի հետ ձեռքերը ու կպչուն ժապավոնով մելանը։ Մենք այդ պահին ենք որ գործ ունենք լուրջ հանցագործների հետ, չիմանալով կարող է եւ նաեւ նրանց մոտ լիներ այլ սառազեն կամ զինատեսակ, որի մասին մենք տեղեկություն չունենք։ Իմ ցուցումով անմիջապես ստեղծեց որոնողական խմբեր, որպեսզի Ճամբարա քաղաքից դուրս եկող ճանապարհները լինեն ամբողջությամբ հսկողության տակ եւ ընտրեն նշված մեքենան։ Քիչ անց որոնողական խմբերից ես ստացա ահազանգ, որ նկատել են BMW մագնիշի ավտոմեքենան, որը երթևեկում է Սևանի Քասևան քաղաքի ուղղությամբ։ Անմիջապես տեղակ պահեցի Գեղարքունիքի մարզային վարչության պետին, ռազմական ոստիկանությանը, ճանապարհային ոստիկանությանը եւ ոստիկանության Սևանի բաժնին եւ վարչության պետի հանձնարարությամբ կատարվեց համատեղ միջոցառում։ Ճանապարհին Սևանի եւ Ճամբարագի ոստիկանների կողմից փորձել էին կանգնեցնել հանցագործություն կատարած անձանց կողմից վարվող BMW մագնիշի ավտոմեքենան, սակայն նրանք չէին ենթարկվել եւ հարվածելով ոստիկանի VAZ-2106 մագնիշի ավտոմեքենային շարունակել էին ախոստը դեպի Սևանի ուղղությամբ։ Ծովագյուղ շորժա խաշմերուկում նշված մեքենան, BMW մագնիշի մեքենան փորձել են կանգնեցնել ռազմական ոստիկանության եւ ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն նշված մեքենան չենթարկվելով հարվածել էր ռազմական ոստիկանության ծառայողների մեքենային եւ շարունակել էր փախուստը։ Իսկ որոնողական աշխատանքները շարունակվում էին Երևան-Իջևան ավտոճանապարհի 76.5 կիլոմետր հատվածում տեսնելով, որ ամբողջությամբ ճանապարհը փակված է, մեքենան կանգնեցրել էին ճանապարհից դուրս ոչ երթևեկելի գոտում մեջից իջել եւ ոսկյա զարդերի վերցնելով փախել էին դեպի Ծովագյուղի դաշտերի ուղղությամբ։ Իսկ մեքենան հայտնվել էր դաշտամիջյան հատվածում ճանապարհից դուրս։ Ավտոմեքենա կամացել է կանգնել է մեջից իջել փախել են ասեն։ Մեջի փախել են ավտոն եկե իր բանով եկե գելա։ Անմիջապես մեր
տղաների եւ ոստիկանության ծառայողների ջանքերի շնորհիվ նրանք վնասազերծվել էին եւ Գողոնի հետ միասին բերման ենթարկվել ճամբարակի ոստիկանության բաժին, որտեղ որ պարզվեց, որ ավազակային հարձակում կատարող երկու երիտասարդները Երևան քաղաքի բնակիչներ են։ Աբրահամին Արտեմ Արթուրի։ Ինչ է կարը։ Գողություն է կարը։ Ոնց։ Խանութից ոսկերն է գողաց։ Մտանք վաճառողում խաբեցինք, կանչեցինք սենյակի կողմ, խաբեցինք ձեռքերը ու ընթացքում ոսկերն է։ Աբրահամյան Անդրանիկ, քաղաք Երևան։ Ինչ է Անդրանիկ այսօր։ Մտանք աշխատողին տանանք հետևի սենյակ։ Ո՞նց տարակ։ Տանանք կարմոպերս տանանքով։ Ահա։ Տարանք հետևի սենյակ ու վիտրինեկը դատարեցի։ Մինչև ոսկին հապշտակելը հանցագործները վաճառողուն ցույց էին տվել կեղծ վկայական ներկայանալով ազգային անվտանգությունից։ Դեպքի վայրում մեծ բարձ դարձավ նաև, որ մեքենայի վրայի պետհամարիչները բնը կեղծ համաներ էին, թղթից պատրաստված։ Ինչ է թղթի վրա, շեշտի վրա գրած համան։ Իսկ մեքենայի մեջ այդ պահին կար նաև այլ պետհամարիչներ։ Պետհամարիչներ ու հեռախոսներ, հեռախոսի քարտեր, որը արդեն մենք նախաքննությամբ մանրամասը արդեն կպարզվի, թե որը ինչ նպատակով է պահված եղել։ Մեղջիկ երեխա ունեմ, այդ պահին նրա մասին եմ մտածել։ Ես այդ պահին այդքան չեմ վախեցել, ինչքան որ հիմի եմ, վերապրում եմ։ Հիմի ավելի, որ հիշում եմ, ավելի ծանր եմ տանում կաստ այդ պահին չհասցրի, այդ կամերաները, որ նկարահանել են, ընդամենը տևացել այդ պրոցեսը 4 րոպե 49 վայրկյան։ Բայց իմ համար հավերժություն էր։ Գիտակցությունս չեմ կորցրել, պարզապես հետո, որ ես ընկերուս կանչել էի, ինչ որ մի հույս մեջս կար, էլի որ կգան, ուր որա կգան։ Անընդհատ մտնում դուրս են գալի կողքի խանութի աշխատողների հետ, ապտեկի աշխատողների հետ սուրճ ենք խմում, շփվում ենք, մեկը մյուսով հետաքրքրվում ենք։ Հույս ունեի, որ ինչ որ մեկը կմտնի էլի։ Ես մի զգում եմ մենակ որ Շուշիկին ոչ մի բան չլինի, Շուշիկը կենթանի լինի։ Ուրիշ բան ես չեմ զգացել։ Այդ պահին, որ Կատյան մտավ, որ նա դանակը վերցրեց դիրքավորվեց, ես այդ պահին Կատյայի համար էլ վախեցա։ Ու գոռացի, Կատյա, զգուշ գողեր են, որ հանկարծ չխփեն, բայց Կատյային թվաց, թե ես ուրիշ բանից եմ զգուշացնում իրան։ Կատյանն առիսկ առաջ էր եկել։ Շուշիկն ինձ համար է վախեցել, Շուշիկն ասում է, ես ասի էջ Կատյայի խփեցի։ Ես էլ վախ եմ զգացել Շուշիկի հանդեպ։ Ուրիշ ասում եմ, երևի չենք հասցրել վախենանք, երևի չենք պատկերացրել ինչ է կատարում, մեկը ես չեմ պատկերացրել, որ կարող է մի վայրկյան անգամ հետո ինչ որ տենց ահավոր բան լինի։ Այդ պահին ոնց որ ասում եմ, ուղեղս ուրիշ մտքի վրա, ուրիշ ուղղությունով գնաց, ասի, ոնց անեմ, որ ես ինչ որ բան օգտակար լինեմ այս երեխուն Շուշիկին, որ ի վիճակի եմ ոչ թե ինչ որ թաքնվեմ կամ մի բան անեմ, ես ի վիճակի եմ վազեմ իրանց հետևից։ Իմ առաջի բառը այդ ժողովուրդ հավաքվելուց հետո միջև շտապ օգնություն են գալ, ասել եմ հասեք միլիցիա զանգեցեք, Համբոյի ոսկեղինը այդ երեխու քրտինքը փրկեք, չտան։ Առաջի իմ մտածածն է տալել։ Դե ես փրկվել եմ, ասացի, ես երեխու քրտինքն էլ փրկվի։ Այդ մասին եմ մտածել։ Ոստիկանության այս կազմակերպված օպերատիվ հետախուզական միջոցառումը, որը ղեկավարում էր Գեղարքունիքի մարզային վարչության պետ պարոն Ադամյանը, միջոցառման
ճիշտ եւ արագ կազմակերպելու արդյունքում մենք ունեցանք այս հաջողությունը, որը մենք հրոպեների տարբերության դեպքում կարող է եւ մեծ հանցագործության բացահայտման ուղղությամբ ունենայինք լուրջ խնդիրներ, կարող է եւ ասենք աշխատեինք մի քանի ամիս, որպեսզի բացահայտեինք այդ հանցագործությունը, քանի որ մեքենան եղել էր կեղծ համարներով, որը ոչ միտեղ հաշվառված չի։ Հետապնդման բոլոր աշխատանքներին մասնակցել եմ բաժնի քրեական հետախուզությունը, մնացած ծառայությունը, ճանապարհային ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները եւ ռազմական ոստիկանության ծառայողները։ Համատեղ միջոցառում է իրականացվել, որի արդյունքում մենք ունեցել ենք այդ հաջողությունը եւ հանցագործությունը բացահայտվել է։